Տյանանմենի հրապարակում չինական քաղաքականության նյարդային կենտրոնում դիմավորում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռազմական նվագախումբը Պատմասկովնեևի Չիրան է նվագում։ Պատվո պահակախումբ երեխաներ երկու երկրների դրոշներով։ Կայսերական ընդունելություն է կազմակերպել Պեկինը Պուտինի համար, նկատում են փորձագետները, բայց արևելյան քաղաքական մշակույթում արարողակարգը գեղեցիկ տեսարաններից բացի նաև քաղաքական լեզու է։ Քաղաքական կարևոր հարցերը, էներգետիկ ճգնաժամը, պատերազմներն ու աշխարհակարգի վերաձևումը քննարկվել են փակ դռների հետևում։ Բարեկամական եւ բովանդակալից ավելի ուշ այսպես են բանակցությունները գնահատել երկրների առաջնորդները։ Ըստ վերլուծաբանների, Ռուսաստանը, որ երկար տարիներ փորձում էր ինտեգրվել եվրոպական տնտեսական համակարգին, այժմ իր ապագան բացահայտ կապում է Ասիայի հետ, եւ դա պատահական չէ։ Ուկրաինական պատերազմի, արևմտյան պատժամիջոցների եւ էներգետիկ շուկաների վերաձևման պայմաններում Չինաստանը Մոսկվայի համար դարձել է ոչ միայն տնտեսական գործընկեր, այլև քաղաքական թիկունք։ Խոսուն է Պեկին մեկնած ռուսական պատվիրակության կազմը, 5 փոխվարչապետ, 8 նախարար, պետական կորպորացիաների ղեկավարներ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։ Սա տնտեսական վերակողմնորոշման արտագնաց շտաբ է անվանել միջազգային մամուլը։ Ուշագրավ է հատկապես Պեկին-Մոսկվա տիեզերական համագործակցության թեման։ Ստորագրվել են արբանյակների համատեղ արտադրության համաձայնագրեր։ Совместные инвестиции со странами Шанхайской. Ստեղծվելու են նաև համատեղ ներդրումային հիմնադրամներ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ։ И третье соглашение это в сфере Ենթակառուցվածքային ոլորտում համագործակցելու ենք չինական առաջատար ճարտարապետական ընկերությունների հետ Ռուսաստանում եւ Չինաստանում խոշոր նախագծեր իրականացնելու համար։ Բանակցությունների առանցքում նաև Իրանն է եղել։ Իրանի դեմ Իսրայել-ամերիկյան պատերազմը եւ հատկապես Հորմուզի նեղուցի շրջափակումը կատվածահար են անում համաշխարհային նավթային լոգիստիկան։ Ուշագրավ է, որ ռուսական նավթի ու գազի նկատմամբ ամերիկյան սահմանափակումների մեղմացումը համընկել է Պուտինի Չինաստան այցի հետ։ Պուտինից առաջ Դոնալդ Թրամփն է եղել Պեկինում։ Ինչի են պատրաստ աշխարհաքաղաքական հակառակորդները գլոբալ էներգետիկ փլուզումից խուսափելու համար։ Փորձագետներն առանձնացնում են Չինաստանի դերը, որը փորձում է լինել Ռուսաստանի գործընկեր, Միացյալ Նահանգների հետ բանակցող եւ համաշխարհային տնտեսության կայունության երաշխավոր։ Պեկինը հասկանում է, եթե էներգակիրների շուկան պայթի, առաջին հարվածներից մեկը հենց Չինաստանն է ստանալու եւ առաջնորդվում է հին չինական ասույթով՝ խելացի մարդը կամուրջներ է կառուցում, ոչ թե փակուղիներ։ Չինաստանի ու Ռուսաստանի առաջնորդները հայտարարել են բազմաբևեռ աշխարհի կառուցման մասին։ Աշխարհում աճում են միակողմանիությունն ու հեգեմոնիան, ինչը մարդկությանը կարող է վերադարձնել ջունգլիների օրենքին, ընդգծել է Սի Ցզինպինը։ Այսօրվա քաոսային իրավիճակում միակողմանիությունն ու գերիշխանությունը տարածված են, սակայն խաղաղության, զարգացման եւ համագործակցության ձգտումը մնում է ժողովուրդների գլխավոր ցանկությունը։ Որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, Չինաստանն ու Ռուսաստանը պետք է կառուցեն ավելի արդար եւ ռացիոնալ համաշխարհային կառավարման համակարգ։ Կրեմլի ղեկավարը խոսել է Մոսկվայի եւ Պեկինի հարաբերություններում վստահության աննախադեպ մակարդակի մասին։ Մենք հանձնառու ենք շարունակել համատեղ աշխատանքը այս ոգով, կզարգացնենք մեր երկկողմ համագործակցությունը եւ ակտիվորեն կաշխատենք միջազգային հարթակներում բազմաբևեռ աշխարհի կայուն զարգացման համար։ Նոր առանցք է ձևավորվում Մոսկվա-Պեկին-Թեհրան հնարավոր եռանկյունով, որտեղ էներգիան, լոգիստիկան եւ տեխնոլոգիաները դառնում են գլխավոր արժույթը։ Չինաստան Պուտինի ու Թրամփի այցերին հետևող փորձագետները նաեւ մի նրբություն են առանձնացնում։ Չինաստանը չի սիրում բացահայտ դաշինքներ։ Պեկինը նախընտրում է տնտեսական կախվածությունների ցանց ստեղծել առանց պաշտոնական ռազմական բլոկների։ Եվ հենց սա է Սի Ցզինպինի քաղաքականության գլխավոր առանձնահատկությունը։ Չինաստանը փորձում է ղեկավարել աշխարհը ոչ թե տանկերով, այլ մատակարարման շղթաներով։ Մամուլը Պուտինի եւ Թրամփի չինական ընդունելության տարբերություններն է առանձնացրել։ Սպիտակ տան ղեկավարի ընդունելությունը նույնպես բարձր մակարդակի էր, սակայն Պեկինը խուսափում էր չափազանց ջերմ քաղաքական սիմվոլիզմից, որովհետև Թրամփը Չինաստանի համար միաժամանակ եւ հնարավորություն է եւ ռիսկ։
Թրամփին Պեկինը ընդունել է որպես կարևոր բանակցողի, Պուտինին որպես համակարգային գործընկերոջ։ Չինական դիվանագիտության մեջ ասում են, մոտ ընկերոջը ընդունում են տան ներսում, կարևոր հյուրին դարպասների մոտ։ Եթե Թրամփի հետ Չինաստանը խոսում է առևտրի մասին, ապա Պուտինի հետ աշխարհակարգի, իսկ դա արդեն շատ ավելի մեծ խաղ է։ Ինչպես ասում է չինական մեկ այլ ասույթ, ով վերահսկում է հոսքերը, նա վերահսկում է ապագան։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։